Բնականաբար ձեր գործունեության վերաբերյալ բազմաթիվ դիտարկումներ կան, բայց կարծում եմ պայմանավորված երեկվա հայտարարություններով ես կսահմանափակվեմ միայն 3 համաձայնագրի վերաբերյալ հարցերով։ Հարցեր ասվածը որն է։ Նախ ընդդիմությունը ընդդիմանում է ու շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին։ Համաձայն Հայաստանում դուք բերել եք այդ եվրոպական դիտորդներին։ Բնականաբար դեմ ենք, որ Ադրբեջանը, եթե ասում է, որ իրանց պիտի սահմանից հանեք, դուք առանց դա քննարկելու անգամ հանում եք։ Այդ է անդիմության խնդիրը։ Թե չէ մենք ինչին ենք դեմ, ինչին ենք կողմի չի համար, դա ասել ենք։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի հստակ ու պարզ լինի։ Դուք ստացել եք մի հատ համաձայնագիր, որը արտացոլում է բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից հնչեցված բոլոր պահանջները, բոլոր։ Ու հայտարարում եք, որ փողզիջումային փաստաթուղթը, որը ընդունելի է Հայաստանի համար։ Մի հատ ես մեր հանրությանը կբացատրեք Ադրբեջանի փողզիջումը ո՞րն է եղել։ Այդ ինչ պահանջ է Ադրբեջանը հնչեցրել, որից հետ է կանգնել, զիջել է ինչ-որ բան։ Ո՞րն է եղել Ադրբեջանի փողզիջումը այս բանակցային գործընթացում։ Ես հիշեցնեմ, որ դուք սկսել եք բանակցել ենք այդից, երբ որ Ադրբեջանի պահանջները վերաբերում էին բացառապես Արցախին, հիմա հասել եք այնտեղ, որ Ադրբեջանը հրապարակային նախապայման է դնում սահմանադրություն փոխելու, պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իսկ երաշխավորել եք Ադրբեջանի ստիպել եք ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը նենց, այն նենց է ընդունել, որ եկել է 240 կիլոմետր զորքով զավթել է։ Այդ նենց ճանաչել ու ընդունել է Ադրբեջանը ձեր բանակցությունների արդյունքում։ Եվ երկրորդը, ես շուրջ 1 ամիս առաջ հարցրել եմ ազգային ժողովի լիագումար նիստերի հարց ու պատասխանի ընթացքում, արդյոք այդ պայմանավորված կետերում կա կետ, որով դուք Ադրբեջանի հետ այսպես կոչված ռևանշիզմի դեմ պայմանավորվել եք պայքարել։ Երեք փաստացի Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ կողմերը պայմանավորվել են այսպես կոչված խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չիրականացնել։ Ես ուզում եմ հասկանալ, ձեր համար, Ադրբեջանի համար խաղաղության օրակարգի դեմ գործողությունն է օրինակ, ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի են հատվածը, որտեղ ասում է, որ արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Ձեր համար ամենայն հայոց կաթողիկոսը ռևանշիստ է, պայքարելու եք իր դեմ։ Ինչ է, այդ որ պայմանավորվել եք դա, այդ ինչ գործողությունների մասն եք խոսում, այդ որ հայտարարություններն են, որոնք խաղաղության օրակարգի դեմ են ու դրանց դեմ պիտի պայքարեք։ Այս ժողովրդին ասեք իմանան, իսկ ձեր ձեռք բերած համաձայնագրի նշանակության մասին կամ այդ ձեռքբերումը որպես գիտեք, այսինքն նշանակության չէ, բանի մասին խոսում է այն, որ ընդհանրեն այն հայտարարությունից հետո, մի ժամ հետո այն հայտարարությունից, որ դուք բոլոր ամեն ինչ համաձայնացրել եք, Ադրբեջանը եւս երկու նախապայմանի մասին է խոսում։ Այ էս է ձեր վարկը, այն ձեր կառուցողական ու կիրթ գործընկերոջ հետ ում հետ բանակցում եք։ Ես ուղղակի ներողություն պարոն Բյուզյանց կուշացնեմ, որ հարց ու պատասխանից բացի կա նաև ելույթների փուլ եւ դիրքորոշումները հնարավոր է այդ փուլում անցկացնել։ Ես ճիշտ ասած այդքան լսեցի մի հատ հարց լսեցի, արդյոք մենք կաթողիկոսին ռևանշիստ ենք համարում, ձեր հարցի պատասխանն է ոչ։ Բայց ուրիշ բաներ էլ ասվեց, պետք է անպայման անդրադառնամ։ Գիտեք, Տիկին Վարդանյան, դուք ասում եք դուք միայն ընդունում եք Ադրբեջանի բոլոր պահանջները, եսա ձեր համաձայնագիրը։ Դրանից անմիջապես հետո մի բան խնդրեմ, էլի, որ հիմա որ ավարտվի, գնացեք մի հատ ձեր ասածը լսեք վիդեո։ Դուք ասում եք բոլոր պահանջները ընդունում եք, դա ձեր համաձայնագիրը միայն Ադրբեջանի պահանջներով։ Անմիջապես երկու նախադասություն հետո դուք ասում եք պահանջներ, որոնք շատ լավ վստահ եք, որ այդ պայմանագրում չկա։ Իսկ այդ պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Հետևաբար համաձայնեցված եւ պայմանագրի, ուրեմն բանակցությունը ավարտված է։ Հիմա Ինչ ասիճեր Ադրբեջան, այդ է հարց, առաջին հարցը։ Հիմա այն համաձայնագիրը, ախ ծերովան, պատասխանում եմ հարցը լսեցի։ Լավ չեք հասկանում ուրեմն մեր պատասխանները։ Լավ, մեր պատասխանները ընդհանրապես չեն, ընդհանրապես ես ինձ իրավունք չեմ վերապահել այս բան ասեմ։ Այս հարցի մեր պատասխանները։ Նայեք, ասում եմ, մեր համաձայնագրի համաձայնեցված տեքստում հստակ գրած է, որ երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դրա հիմքում ընկած է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը, որը շատ հստակ սահմաններ է գծում այդ տարածքային ամբողջականությունների համար։ Դուք կարծում եք, որ սա
մեր զիջումն է, Ադրբեջանի զիջումն է, թող այդ երկրները իզնից չնեղանան, Մալայզիայի զիջումն է, Պանամայի զիջումն է, դուք գնացեք ոնց ուզում եք, ես համարում եմ սա էական ձեռքբերում։ Ընդհանրապես մի հատ էլ եմ ուզում ասեմ, փաստաթուղթը առաջիկայում, երբ որ բարով խերով կստորագրվի, կգա ազգային ժողով, կվավերացվի, կհրապարակվի կամ չգիտեմ ընթացակարգերը ոնց են, մինչև այդ պիտի հրապարակվի, թե ոնց մի քիչ իրավական է հարցը։ Կկարդաք, կտեսնեք, ժողովուրդն էլ կտեսնի։ Չկա որևէ միակողմանի կարգավորում, չկա որևէ կարգավորում, որը մեզ ձեռնտու չի ձեռնտու է միայն Ադրբեջանին, եւ չկա որևէ կարգավորում, որը մեզ ստանում է ոչ թե խաղաղության հարաբերությունների կարգավորման, այլ Հայաստանի Հանրապետության նվաստացումն է արձանագրում։ Մնացածը լավ ուրիշ բան ասեմ, Տիկին Վարդյան, դուք ոնց որ մակերեսի մասին եք ասում, ես առաջարկում եմ առանց սեթևեթելու խոսել բուն խորը էության մասին հարցի։ Հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, խաղաղությունը Հայաստանի Հանրապետության գոյության միակ ձևն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը եւ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Մնացածը կան հարցեր, որոնք կարգավորված են։ Անշուշտ կան հարցեր, որոնք դեռ պետք է կարգավորվեն։ Անշուշտ կան հարցեր, որոնք իրենք այլ կերպ են նայում, մենք այլ կերպ ենք նայում։ Կան պահանջներ, որոնք իրենք ունեն, որ մենք չենք կիսում։ Կան պահանջներ, ակնկալիքներ, որ մենք ունենք, իրենք չենք կիսում։ Կան հարցեր, որ գուցե մինչև վերջել աշխատենք միասին եւ կարգավորված չմնա, օրինակ, չգիտեմ, անհայտ կորածների, ճակատագրերի պարզաբանում եւ այլն։ Թնջուկը եւ բարդությունների ուրեմն խումբը իսկապես մեծ է, բայց խաղաղությունը ընդհանրապես հեշտ գործընթաց չի, եթե այդպիսի լիակատար փոխըմբռնում լիներ, արդեն բոլոր հարցերը լուծված կլինեին։ Իհարկե կան խնդիրներ։ Մի մասը ձեր ասածի խնդիր չեն, այսինքն ինտերպրետացիայի հարց է, մի մասը կարողական դուք չգիտեք, բայց այդպես ներկայացնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի իշխանություններն էլ կատարում են այդ պահանջները, ես կարծում եմ գուցե ձեզ որևէ ուժի, անձնապես ձեզ կամ ուժի կամ չգիտեմ երկրի կարճաժամկետ քաղաքական դիվիդենդ է բերում, բայց ես խորապես համոզված եմ, որ դա վատ ծառայություն է Հայաստանի Հանրապետության ժողովրդին, շատ վատ ծառայություն է։ Հայաստանի Հանրապետությանը պետք է խաղաղություն։ Մի բան էլ ասեմ, կհամարձակեմ ենթադրել, որ այստեղ նստած մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը իզնից լավ գիտեն դա։